Եկեք trade անենք fair value gap եւ order block ու տեսնենք թե ինչպես է այս ամենը տեղի ունենում։ Ուրեմն մեծ գրաֆիկայով, ինչպես որ նախորդ վիդեոներում տեսանք, այս պատկերը մենք ունենք երկու տարբերակ։ Առաջի տարբերակը այն է, որ ուղղակի մտնում ենք գործարքի, երբ որ հասնում է, երկրորդ տարբերակն այն է, երբ որ մենք ունենք մեծ գրաֆիկական պատկերում, հա, մեծ time frame-ով արդեն հստակ setup-ը, պետքա փոքր գրաֆիկայով մենք սկսենք անալիզ անելը, թե դա ոնց է լինում։ Կարող ենք ասել հետևյալը, որ մենք ունենք այս order block-ը ու որպեսզի կարողանանք trade անենք, մենք պետքա սպասենք շատ հստակ ձևաչափի ու հստակ ձևաչափը այն է, որ մենք այստեղ ունենք ինչ, ունենք market structure, վերև, ներքև, այստեղից, այստեղ, այսենց եւ այսենց։ Հիմա մեզ ինչա պետք։ Մեզ պետքա, որպեսզի այս զոնան ջարդի, այսինքն գա այստեղ, եկեք սենց անենք։ Այս զոնան ջարդի, որպեսզի մեզ համար հաստատում լինի, քանի որ արդեն մտել է այս զոնա, okay? Երբ որ հաստատումը լինում է, այդ ժամանակ մենք ցանկացած retracement-ի ժամանակ գործարքի ենք մտնում, ինչպես նաև երկրորդ տարբերակ ունենք, որ երբ որ այսպես trend line ենք քաշում, որը որ իմիջայելոց իր անկյունը պարտադիր պետք է լինի 50-ից պակաս, այդ ժամանակ նույնպես գործարքի ենք մտնում։ Եկեք տեսնենք, թե ոնց է իրականանում այս ամենը։ Տեսնում եք, դեռևս բան չկա, գործարք չկա, այստեղ մեզ գործարքի հնարավորություն է տրվում trend line-ի տեսանկյունից, այստեղ որտեղ որ մեր stop-ը այստեղ է լինում, եւ մեր take profit-ը լինում է 1-2-ի։ Okay? 1-2-ի, ինչպես նաև այս իր մաքսիմալ պիկն է։ Բայց չենք մոռանում, որ այստեղ նույնպես սպասում ենք մենք ջարդի, որից հետո նոր արդեն կդիտարկենք այլ գործարք։ Եվ այսպես այստեղ մենք մեր ուզած ջարդը ունեցանք այս հատվածում, որից հետո ինքը իջավ ներքև այս զոնաները ու մեզ երկրորդ հնարավորություն ընձեռնվեց այս զոնայի 50%-ի սահմաններում մենք կարող ենք գործարքի մտնել միայն այն ժամանակ, երբ որ մենք ջարդ ունենայինք, այսինքն այստեղ։ Okay? Որովհետև այսրանից հետո այս զոնան, երբ որ գալիս է կպնում է, մենք նույնպես հնարավորություն ենք ունենում, որ այստեղ գործարքի մտնենք եւ այս զոնայի մի փոքր ներքև այստեղ եւ մենք target ենք անում նույնպես արդեն վերևի զոնան, որը որ սա 1-3-ի է, սա 1-2-ի է։ Երկու գործարքի հնարավորություն է մեզ ընձեռնվել եւ եկեք տեսնենք, թե ի վերջո ոնց է այս ամենը ավարտվում։ Հիշում ենք, որ order block ունենք, ու այս order block-ն է, որ մեզ օգնում է, որպեսզի գինը բարձրանա հնարավորինս։ Եվ այսպես մենք երկու գործարք, երկուսն էլ դրական ավարտով կարողացանք ունենանք, ու այս ամենը կոչվում է top-down analysis, որի մեջ ներառված էր order block, fair value gap-ի հետ միասին, այստեղ ներառված էր trend break-ի ստրատեգիան, ինչպես նաև market structure-ի ստրատեգիան, այսինքն այսպես ասած market structure shift կամ change of character։ Հուսով եմ հետաքրքիր էր, եթե ձեզ հետաքրքիր է, թե սա ինչպես է հնարավոր սովորել, ապա կարող եք դիտարկել մեր 27000 դրամանոց ամսական կուրսը, որի մեջ ներառված է լիքը այլ բաներ ու նաև կկարողանաք սովորել այս ամենը, ինչը որ ես ձեզ նոր ներկայացրեցի։ Կհանդիպենք հաջորդին։ Մերսի։